Բարև բարեկամներ, շարունակում ենք մեր քարոզարշավը, ես եմ և Հասմիկ Հակոբյանը ուղիղ եթերով, հասանք Սիսիան, Սիսիանում ջերմ և եղանակի առումով և մարդկանց տրամադրությունների առումով ընդունելություն ստացանք, հիմա շարժվում ենք դեպի Մեղրի, այսօր կլինենք Մեղրիում, Քաջարանում. Ես ճիշտն ասած չգիտեմ մեր օրակարգը, մենք միայն սկիզբը գիտենք, անկեղծ ասած, որտեղից դեպի որ մարզ ենք շարժվում եւ ժամը քանիսին։ Մնացածը հնդածս երբեմն ճիշտն ասած ճանապարհին էլ քաղաքացիները մեկ էլ կանգնացնում են ավտոբուսը, տեսնում են որ դեպի որ ուղղությամբ են գնում, քաղաքացիները կանգնացնում են, խոսում են այնպես որ այ տակ մենք փոխում ենք մեր ուղղությունը։ Բայց կարող ենք հաստատ ասել, որ այսօր Սյունիքում ենք լինելու, սպասեք մեզ տարբեր բնակավայրերում, վաղն էլ Սյունիքից դեպի Երևան գնալուց Վայոց-Ձորում ենք լինելու, ըստ կոնկրետ որտեղ որ ժամին չենք կարող հաստատ ասել ու դա շատ լավ է, որովհետև ըստ էության անսպասելի քաղաքացիների հետ հանդիպում եւ զրուցում ենք ու շատ հետաքրքիր հանդիպումներ ունեցանք, տներ մտանք մեր քաղաքացիների, պարզվեց, որ բոլորը մեր ծրագրերից են օգտվում։ Բավականին տարիքով ավակ մեր քաղաքացիներից այդ զրույցներից հասկացանք, որ շատ լավ տեղեկացված են, օրինակ վերջին կենսաթոշակի բարձրացման մանրամասներից շատ լավ բացատրում են իրենց թոշակը ինչքանով ավելացել։ Բայց ես նաև Տիկին Հակոբյան հասկացա, որ ամեն դեպքում ինչ որ չհասկացվածություն կար, հատկապես բարձր թոշակ ստացող մեր քաղաքացիների մոտ։ Դա գիտեք ինչից է, թվում է թե իրանց մոտ այդ իրան եւ կար նաև հակախոսակցություն, մանիպուլյացիա ընդդիմության կողմից, որովհետև ես օրինակ շատ եթերներում տեսնում եմ դիմադիրներն ասում են, ընդհանրապես մի քանի հոգու համար է բարձրացել 10,000, դրանից ավել ստացողների համար ավելի քիչ է բարձրացել, այնինչ դա սուտ է, սա եւս մեկ լավ առիթ է։ Ես հենց հիմա մի օրինակով եմ ուզում բերել, մի տատիկ կար, որ աշխատում էր խանութում եւ 80,000 թոշակ էր ստանում եւ ինձ ասաց դե իմը ընդհանրապես 3,000 է բարձրանալու, վարչապետի հետ ուղիղ եթերում, պատասխանը իհարկե ոչ, բարձրանալու է ուղիղ 10,000-ով եւ դրան գումարած եւս 10,000 կարող եք ստանալ հետվճար, իսկ եթե արկա քարտ է նաեւ 10,100, 1,600, 11,600, այսինքն այդ տատիկի կենսաթոշակառը կարող է դառնալ 101,600 դրամ եւ սա ուզում եմ որ խնդրում եմ նաեւ տարածեք ձեր ծանոթների շրջանում եւ ես էլ եմ Տիկին Հակոբյան նկատել որ ասում են դե ձեզ խաբելու են, բայց մի պարզ բան չեն հասկանում այդպիսի բաներ ասողները, որ ապրիլի 1-ին մնացել է ընդամենը 2 շաբաթ եւ միևնույն է իրենք ստանալու են իրենց քարտի վրա այդքան ինչքան որ նախատեսված է։ Իսկ ես պարոն Թորոսյան ճիշտ եմ հիշում, որ կան անգամ թոշակառուներ, ովքեր 10,000-ից ավել են ստանում, կան չէ՞ նման նաև մարդիկ։ Այո, մենք այնտեղ տարբեր տեսակի թոշակներ ունենք, օրինակ հաշվանդամության կենսաթոշակ, երբ որ քաղաքացին եւ կարգ ունի եւ ստաժ ունի, այդ դեպքում դեպքեր ունենք մինչեւ 16,000, 14,000 է բարձրանում, կերակրողին կորցնելու թոշակները ավելի մինչեւ 50,000 բարձրացում ունենք, եթե կերակրողին երկկողմանի կերակրողին կորցնելու թոշակ են ստանում երեխաները։ Այնպես որ գոնե թոշակի բարձրացման մասով հեչ ընդդիմության շահերից չի բխում, այս թեմայով շահարկում անել, որովհետև ինչ շահարկում են անել միևնույն է, մեր բավականին մեծ քանակի ունենք թոշակառուներ, որոնց հեռախոսները ազդարարել են, որ իրենք ստացան թոշակ ու բոլորը տեսնելու են, թե օրինակ նախորդ ամսվանից որքանով է ավելացել, սա մի բան։ Այդեպ Սիսիանում նաև օրինակ մենք մի պատահական բակ ունենք, որով սուբվենցիայով բակն էր վերանորոգվում, այո, արդեն կիսատեր ճանապարհները, բայց շեբենը լցրած էր, եզրաքարերը արդեն ամրացված էր, բավականին շատ աշխատանքներ կատարված ու մեկը բնակիչներից ասում էր, որ կյանքում այստեղ ասֆալտ չի եղել, միշտ այդ ցեխի մեջ են եղել։ Ես հիմա կարդում եմ մեկնաբանությունները հայրիկիս անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր կառավարության բոլոր անդամներին։ Մենք էլ ձեզ համեցեք, ծառայում ենք ձեզ։ Նաև ուզում եմ ասել, որ